Սիրելի հայեր, բարի օր։ Ուրեմն երեկվա եթերից հետո ես պետք է շարունակեի այդ թեման, տրանսֆորմացիայի թեման, մեր ցիվիլիզացիայի էվոլյուցիայի թեման, ու սա շատ կարևոր է, որովհետև ժամանակը կարճ է, մենք պետք է բոլորս անցնենք, բայց ես հասկացա, որ իմ ասածները մարդիկ չեն հասկանում, ու դա նորմալ է, որովհետև մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, անցումային, մենք անցնում ենք լրիվ մի ուրիշ իրականություն, դա այդպես է, ու հիմա այնպես է ստացվել, որ մենք տարբեր իրականություններ ենք ապրում։ Նայեք, ես երեք խոսացել եմ, խնդրում եմ, ովքեր չեն լսել, լսեք ինչ եմ ասել, ու մարդիկ, ասենք, ինձ հարցնում են, նախ մեկը ինձ վիրավորում էր, որ ես սխալ բաներ եմ խոսում, չգիտեմ, ասում էր, դու ում տրապկան ես, ես իրանից չեմ նեղանում, որովհետև նեղանալու բան չկա, ամեն մարդ ինչ խոսում է, իր մասին է խոսում, դրա համար դուք պետք է բոլորդ էլ իմանաք, որ ով ինչ խոսում է, իր ներքին ցավից է խոսում։ Չի կարա իմ մասին խոսա, որովհետև ես այդ մարդը չեմ ու ուրիշ բան եմ խոսում։ Եթե կարանա իմ ալիքին համապատասխանել, կարող է հասկանա, թե ինչ եմ խոսում։ Քանի որ չի հասկանում, ուրեմն ինքը շատ ցածր ալիքի վրա է, իրան պետք է դեռ աճի ու դա նորմալ է։ Բոլորիս համար է նորմալ, ես սա չեմ վիրավորում, այլ ուզում եմ հասկանանք, որ մենք ապրում ենք անցումային ժամանակաշրջանում, մենք ապրել ենք 3D իրականության մեջ, հիմա կամաց փոխվել է 4D, անցնում ենք 5D, ես 5-րդ D-ի վրա եմ։ Հիմա ուզում եք, որ 3D-ից մարդը փորձի ինձ հասկանա։ Դա հնարավոր չէ։ Ուզում եմ բացատրեմ, սա 3D-ն է, սա 4D-ն է։ Պատկերացեք, ռադիոն է, միացրել ենք ու չենք բռնել մեզ պետքական 107 FM-ը, ասենք թե, չէ։ Մենք ինչ պետք է այնտեղ լսենք։ Սենց ճր բոլբոլոցներ, որոնք որ անհասկանալի են, որովհետև մեզ հասանելի չի այդ ալիքը։ Ուզում եմ հասկանաք ոնց է։ Մարդը, որ իր վրա չի աշխատում, ոչ մի փոփոխություններ դեռ չի անցնում, սա էլ նորմալ է, որովհետև ամեն մի մարդ ունի փոփոխություններ անցնելու, արթնանալու իր ժամանակը։ Սա մենք չենք որոշում, սա Աստված է տալիս, սա ամեն մարդ իր ներքին վիճակից է գալիս դրան։ Դրա համար մենք վիրավորելու իրավունք էլ չունենք, զորով քաշելու այդ մարդկանց բարձրացնելու իրավունքներ չունենք, ուղղակի ուզում եմ հասկանանք ինչի է այսօր այդ ամեն ինչը կատարվում։ Նայեք, այդ 3-րդ D-ից 4D-ն չեն լսում մարդիկ իրար, տարբեր վալնաների վրա են, եթե սա 107 FM-ն է, սա 307 FM-ն է, արդեն չի լսում։ Ու 5-րդ D-ն ավելի բարձր վալնա է, չէ, ալիքա, ոնց կարան լսեն, չեն կարա։ Ամեն մեկը ապրում է իր ներքին վիճակից եկող իրականության մեջ, ժողովուրդ ջան, լավ հասկացեք, ամեն մեկը ապրում է իր ներքին վիճակից եկող իրականության մեջ։ Ու ինքը չի կարա, հիմա այս ժամանակաշրջանը, դեռ մի քանի տարի սենց գնալու է, մենք չենք կարա այսենց համապատասխանենք, ու դրա համար ամեն մեկը իր ավալնայի մարդիկ է հավաքում, իր շուրջը կամ տեսնում է, սենց բան կա, չէ, այդքան ինֆորմացիա կա, բայց մարդ կա, որ միայն տեսնում է, որ մեր վարչապետը աշխարհի ամենալավ վարչապետն է, Աշոտ Երկաթն է, Արագեղեցիկն է ու մեր Քրիստոսն է, չէ։ Մարդիկ կան, որ տեսնում են, որ ինքը դավաճանում է մեզ, էլի ինչ-որ բաներ։ Երրորդ ավելի բարձր կատեգորիայում տեսնում են, որ ամեն մեկը իր ձևով անցնում է այս տրանսֆորմացիան։ Հիմա ամենքը իր դերի մեջ են, ուրիշ ձև չեն կարող լինեն, ամեն մեկը իր ձևով անցնում է, դրա համար, ասենք, այս բարձր տեղում գտնող մարդը ավելի լավ է հասկանում, համ այս մարդկանց, ոնքեր որ չեն հասկանում, այսինքն համ 3D-ին, համ 4D-ին։ Իմիջիալոց ուշադրություն դարձեք, այսօր աշխատում եմ լրիվ հայերենով խոսամ, փորձում եմ ռուսերեն բառը չօգտագործեմ, որովհետև երեք անձնական գրելուց մեկը ինձ ասում էր, որ նախ եւ առաջ սովորեք հայերեն խոսալ։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ, մի ընկեք այդպես բաների հետևից։ Ես կարևոր բան եմ ասում, ձեզ շատ կարևոր թեմայից եմ խոսում։ Դուք ինձ ուզում եք ասել, որ ես չպետք է խոսամ, որովհետև ես ռուսերեն բառեր եմ օգտագործում։ Ես ասում եմ այն մարդկանց համար, ովքեր որ ընկալում են հենց իմ խոսակցականը, ոնց որ կա ռուսերենն ու հայերենը խառնած։ Ես 30 տարի ապրել եմ Ռուսաստանում ու մտածում եմ ռուսերեն, հետո նոր թարգմանում եմ հայերեն, ես հայերեն խոսում եմ հատուկ ձեր համար, որ դուք հասկանաք, մեկ բառեր օգտագործում եմ։ Դե հիմա, այսպես է։
բայց այսօր աշխատելու եմ չօգտագործեմ ռուսերեն բառեր։ Ուրեմն նայեք ժողովուրդ ջան, մեր ուրիշը տեսեք ինձ ինչ է գրում։ Նախ այդ իմ լավ ծանոթներից մեկը գրում է, որ բավոր Ռուսաստան սենց այնպես, ես Ռուսաստանից չեմ խոսում։ Ես պարզ ասում եմ, մեզ ոչ Ռուսաստանն է օգնելու, ոչ Ամերիկան է օգնելու, ոչ Թուրքիան, ոչ Եվրոպան, որովհետև այսօր ինչ ունենք, մեր ներքին վիճակից ունենք։ Մեկ էլ այն վիճակից, որ ոչ մեկս իրար չենք հասկանում ու չենք էլ ուզում հարգենք մարդուն, ով որ մնացել է այն ցածր 3D-ում, 3D-ն դա մեր կյանքն է, որը մենք 50 տարի օրինակ ես ապրել եմ։ Հիմա հետո նոր անցել եմ ուրիշ դեյերի, չէ՞։ Դուք էլ պետք է անցնեք, էներգիաները փոխվում է, մենք իրավունք չունենք չփոխվելու, որտեղ լրիվ ուրիշ իրականություն է ստեղծվում։ Ոնց կարանք մենք մնանք այն իրականությունում, որ էլ գոյություն չունի։ Հասկանում եք, այսինքն չեմ ասում, այսինքն ինչ կլինի, մի խոսքով։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, ժողովուրդ ջան։ Հա, իմիջիալոց ասեմ մյուս մարդը ինձ ինչ է գրել, ասում է, դե հիմա ասի Ղարաբաղցի ջան, դու ընտրում ես, որ 300,000 մեր տղաներին տանեն Ռուսաստան կռվելու ու կոտորեն, թե ավելի լավ չի, որ 300,000 թուրք գա Հայաստան։ Ես չեմ ուզում վերլուծեմ, թե այս մարդը ինչ է ասել ու ինչ վիճակից է դա ասել ու դա իր ասածը ինչ կապ ունի իմ երեկվա էֆիրի հետ։ Նորից եմ ասում, լսեք, որ հասկանաք, որ այս ասածները ընդհանրապես կապ չունի։ Ուղղակի այդ մարդը 3D-ում նստել է իր վախերի մեջ ու ուզում է ինձ վախեցնի այստեղ, այս վալնայի վրա։ Ինձ վախեցնել էլ հնարավոր չի, ժողովուրդ ջան։ Ես ճիշտ ուղու վրա եմ ու ուզում եմ դուք էլ լինեք ճիշտ ուղու վրա։ Ուզում եմ, որ տեսնեք ավելի խորը, տեսնեք չարն ու բարին, տեսնեք լավն ու վատը։ Գիտեք ոնց է, երբ որ դուք հասկանաք, որն է սխալը, դուք ձեր մեջ արդեն ընտրելու եք լավը ու դուք ճիշտ ճանապարհի վրա եք լինելու։ Ոչ թե ես ինչից եմ խոսում, ես խոսում եմ ձեր վիճակից, մեր վիճակից, իմ վիճակից, որ ես իմ վիճակից ուրիշ բան եմ տեսնում, ես նորից ասեմ ինչ եմ ասել, որ ոչ մեկը այդ 19 հոգուց չի փոխելու Հայաստանի կյանքը, եթե մենք ինքներս պատասխանատվությունը մեր հայրենիքի համար, մեր կյանքի համար, դուք շատերը դեռ պատասխանատվություն ձեր կյանքի համար չեք վերցրել ձեր վրա։ Դուք շատերը ձեր պատասխանատվություն ձեր երեխաների համար, ձեր ընտանիքների համար, անգամ եթե բաժանվել եք, բաժանված ընտանիքի համար, դուք պատասխանատու եք, բայց դուք չեք վերցնում այդ պատասխանատվությունը, ուզում եք հայրենիքի համար վերցնեք, հիմա սկսեք ձեզանից, ես դրանից եմ խոսում, առաջի հերթին աշխատեք ձեր վրա, դուրս եկեք 3D-ից, դուրս եկեք այն վատ վիճակներից, որ ձեր մեջ է, միայն ու միայն վախերի մեջ գտնվող մարդը, միայն ու միայն աբիդաները ոնց արնում, մոռացել եմ ժողովուրդ ջան, կներեք, աբիդաների մեջ ապրող մարդը, մի խոսքով, ասենք, այս նեգատիվ էներգիաների մեջ մնացած մարդը չի կարողանում 3D-ից դուրս գա։ Հիմա ստացվում է այնպես, որ այսօրվա դրությամբ Հայաստանում կան տարբեր խմբեր ու ասեմ, արթնանալն էլ է, այսպես մարդը արթնացել է, բայց հենց քաղաքականությունն է տեսնում, իր կյանքում չի տեսնում իր մեղավորությունը, որովհետև երեք մեկը ասում էր, որ ինքը միշտ էլ իր վրա է, օրինակ պահում պատասխանատվությունը իր վրա է։ Եթե մենք բոլորս ժողովուրդ ջան, պատասխանատվությունը վերցնենք մեր վրա, մեզ ոչ մեկը չի կարող սխալ ճանապարհով տանի, որովհետև Աստծո էներգիան միշտ ուղղորդում է այն մարդկանց, ովքեր պատասխանատու են իրանց արածների համար, իրանց ասածների համար, իրենց ներքի վիճակի համար, իրանց ապրելակերպի համար։ Ոնց եք ուզում ծխեք, խմեք, ամբողջ օրը խորոված ուտեք, հիմա կասեն էլի Վալենտինան, ես ինչ ասել, ու լինեք պատասխանատու, հնարավոր չի, եթե դուք ձեր մարմնի հանդեպ, էլ չեմ ասում են մանեկող տղամարդկանց կամ կանանց, ովքեր որ ինչքան կեղտոտ էներգիա կա, բերում են իրանց տուն։ Հասկանում եք, ոնց կարաք պատասխանատու լինեք, չկա։ Նման բան գոյություն չունի, մինչև դուք առաջի հերթին ձեր համար, ձեր մարմնի համար չվերցնեք պատասխանատվությունը ձեր ձեռքը, դուք պատասխանատու մարդ չեք ու դուք չեք կարա ճիշտ էներգիաների մեջ դուրս գաք կամ էլ մի քիչ աչքներիդ կբացեք, բայց չեք հասնի այն լավ էներգիաներին, որ իրոք տալիս է այդ դուխը, որ տալիս է այդ ուժը, որ տալիս է հնարավորությունները։ Մի խոսքով, ժողովուրդ ջան, նորից եմ ուզում ասեմ, եւ թե մարդիկ մնացել են 3D-ում։ Իրանք իհարկե ասում
մեկ ինչ դուրս չի գալիս, որ իրանք փորձում են սովորացնեն, ասեն դու սենց պետք է ապրես ու սենց պետք է չասես։ Բայց ես հասկանում եմ այդ մարդկանց վիճակը, չեմ վիրավորում։ Կամած ակուրատնի ասում եմ, որ ձեզ պետք է ձեր վրա աշխատեք, որպեսզի ինձ սկսեք հասկանալ։ Համել ինձ պետք չի հասկանալ, դուք փորձեք ձեզ հասկանալ, ժողովուրդ ջան։ Ամենակարևոր պահը, որ դուք պետք է սովորեք ձեզ հասկանալ։ Երբ որ դուք իմանաք դուք ով եք, երբ որ իմանաք դուք այդ ինչ վիճակում կաք, այդ մարդը չեք, այլ Աստծո երեխան եք, Աստծո մի մասն եք, այն ժամանակ հասկանալու եք, որ դուք շատ բաների կարա կյանքում հասնեք ու ոչ մեկը չի կարա մանիպուլիրով անի, էս է հարցը։ Միայն ու միայն, երբ որ մարդը գտնվում է զոհի կարգավիճակում, երբ որ մարդը չի վերցնում պատասխանատվություն իր կյանքի համար, իրան մանիպուլիրով անում։ Դե հիմա էլ ոնց բացատրեմ, որ հասկանաք, որ դա ձեր վիճակից է, որ այսօր այսպես է։ Նայեք, մեկ էլ որ ասենք այս ամեն ինչը շատ ծանր ենք տանում։ Ես ասել եմ դրա մասին, որ կյանքը դա խաղ է։ Жизнь это игра. Давайте поиграем налегке. Եկեք թեթև խաղանք այս խաղը։ Երբ որ մենք այսքան խորանում ենք, նեղվում ենք, եսիմ լացում ենք, մարդիկ կան ինֆարկտ են ստացել այս արշավների ժամանակ, մենք կյանքը ընկալում ենք շատ ծանր, բայց ծանր չի։ Մեզ տված է թեթև կյանք, այ ոնց որ ցիտիկները թռնում են, մեզ էլ Աստված տվել այդ թեթևությունը։ Միայն ու միայն մենք մեր մտածելակերպով, մեր չգիտեմ ինչ բաներով ուբիժդենյաներով չեմ կարող այդ բառն էլ ասեմ, մենք եկել ենք նրան, որ մենք ծանրացրել ենք մեր կյանքը։ Ու ինչքան մենք ծանրացնում ենք կողքից, այդ ագրեսորները գալու են ու ծանրացնեն։ Ինչու մենք այսօր ունենք Ալիև, ինչու ունենք Էրդողան, որովհետև մենք այնպիսի ազգ ենք, որ սիրում ենք ծանրացնել մեր կյանքը, սիրում ենք ստրադայց, շատ ենք սիրում ստրադայց, մենք սիրում ենք գրել, մենք բազմաչարչար ազգ ենք, մենք ես ինչեր ենք գրում, չէ՞, մեզ ամբողջ կյանքում կոտորել են։ Ինչի համար, եկեք մի հատ նայենք, ինչի համար են մեզ կոտորել, որովհետև մենք կարևորագույն ազգ ենք, որովհետև մենք Աստծո երեխաներն ենք ու մեզ ուզում են կոտորեն, որպեսզի չարի էներգիան մնա։ Իսկ մենք պետք է լույս փռենք աշխարհի վրա։ Դրա համար են մեզ այդքան։ Ձեզ թվում է ի՞նչն է պատճառը, որ այդքան տարի մեզ հետևել են։ Այդքան տարի խի ում աչքն ենք հանել։ Ոչ մեկի, ախր մենք այն ազգն ենք, որ ոչ մեկի վրա չենք հարձակվում, ոչ մեկի հողի վրա աչք չենք դնում, ոչ մեկին վատություն չենք անում։ Ուղղակի մենք մեզ չենք հասկանում։ Ուղղակի մենք մեզ ենք պահում այդ նեղությունների մեջ, մենք սիրում ենք, մենք լավ, այդ հետո կպատմեմ։ Մենք շատ բաներ ենք մեր հանդեպ սխալ վարվում։ Երբ որ մենք ինքներս մեզ դավաճանում ենք, մեզ միշտ դավաճանելու են ժողովուրդ ջան։ Դրա համար եկեք մենք ուրեմն այս մի քիչ ընկալենք, ոնց անենք, որ դուրս գանք այդ վիճակներից։ Պետք է հանել, այդ ամեն ինչը հանել։ Դրա համար եմ ամեն անգամ ասում, խորոված ուտելու տեղ ու խմիչք առնելու տեղ հոգեբանի մոտ գնացեք, աշխատեք ձեր ներքին վիճակի վրա, մասնակցեք տարբեր խմբային կամ տրենինգների մասնակցեք, կամաց հասկացեք։ Այն մարդիկ, ովքեր իրանց վրա բոլորովին չեն աշխատում, դուք դենց է մնալու եք, ախր չի կարելի։ Էլի գիտեմ, որ այս դժվար է լսեն, այս ինչ որ ես եմ ասում, որովհետև արդեն ասել եմ, մեր ալիքները տարբեր են, բայց էլի եթե իմ ամեն մի վիդեոից հետո գոնե մի մարդ արթնանա, հասկանա ինքը ով է, իր կարևորագույն դերը այս աշխարհի վրա, ես շատ ուրախ կլինեմ։ Ես գիտեմ, որ մի անգամից շատ մարդիկ չեն հասկանալու, չեն փոխվելու, բայց եթե անգամ մի մարդ ընկալի իմ ասածը ու իր կյանքը փոխի, ես ուրեմն երջանիկ կլինեմ դրանից։ Հիմա ինչ եմ ուզում խորհուրդ տամ ժողովուրդ ջան։ Եթե մարդ կա, ասենք, մնացել է ցածի վալնայի վրա, ու ինչ որ սխալ բան է ասում, ու այն մարդիկ, ովքեր որ հասկանում են, վիրավորում են այդ նրանց, չէ, ասեմ, որ դուք եք հլա դուրս չեք եկել ճիշտ վալնայի վրա, որովհետև եթե մենք չենք հասկանում, ինչ վիճակից է մարդը խոսում, ուրեմն մենք հլա այդ process-ի մեջ ենք, ուզում ենք անցնենք, որպեսզի ճիշտ անցնենք, որպեսզի ճիշտ էներգիաների մեջ մտնենք, փորձեք ոչ մեկին չվիրավորել, որովհետև նորից եմ ասում, ամեն մի մարդ ունի իր ժամանակաշրջանը արթնանալու, ամեն մի մարդու կյանքում հայտնվելու է այն ագրեսորը, որ
արթնացնելու է։ Շատ կանայք օրինակ Հայաստանում արթնանում են, որովհետև ամուսինը ծեծում է, նեղում է, էլի ինչ որ բաներ, չէ։ Մարդը կինը արթնանում է, ասում է, վերջ, ես էլ չեմ ուզում այսպիսի մարդու հետ ապրեմ, ես ինքս կարամ ամեն ինչ ստեղծեմ։ Իհարկե, այստեղ էլ մի քիչ սխալ էներգիաների մեջ են գնում, դրա մասին էլ հետո կասեմ, բայց կարևորը որ հասկանաք, որ լինում են ստրեսային պահեր, որը որ արթնացնում է մարդուն, ու մարդը սկսում է արդեն լսել այն ավելի բարձր բաներից, ալիքներից ձայները սկսում է լսել։ Հիմա նայեք, ստացվում է նենց, որ մարդը լսում է այն ինչ որ ասում ես, խոսում, ինքը քեզ ասում է դու պաշտպանում ես օրինակ Ռուսաստանին ու դու ուզում ես մեր 300,000 տղաներին տանեն կռվելու, նախ մենք 300,000 տղա չունենք ոչ մեկին տալու, մենք իտակ շատ ենք կորցրել, հետո ինչով եք մտածում, որ կարող է պատահի որևիցե մեկը ուզենա տենց բան, որևիցե հայ, ոչ թե ես, այլ մի որևիցե հայ տենց բան ուզենա, տենց բան չկա, ժողովուրդ ջան։ Նայեք, այս ամեն ինչը մեր ներքին վիճակից ենք մենք լսում, սարքում, մեծացնում, հլա շատերը վիդեոներ են սարքում այդ վիճակը, որ մեր տղեկին տարան կռիվ, թուրքերն եկան լցվեցին Հայաստանում, արդեն ապրում են բազարում, եսի մինչեր են վաճառում, ու մեզ էլ ծեծում են, մի մեծացրեք, այս ամենը ինչ որ մեր գլխում կա, այն ինչ որ մենք արտահայտում ենք, այն ինչ որ մենք լուսաբանում ենք, ցուցադրում ենք, դա բոլորը կարող է դառնալ իրականություն, քանի որ այդ ամենը պրոգրամա է։ Ինչքան շատ մարդ է լսում ու դրա մասին մտածում, այնքան մեծանում է էգրեգորը այդ դրան։ Այսինքն մենք մեր մտածելակերպով, մենք մեր վախերից բերում ենք այդ վատ իրավիճակները մեր կյանք։ Ու այսպես եղել է այս 2000-ամյակ, երբ որ մեր հայերը միշտ եղել են ծանր իրավիճակներում, նեղվել են, կռիվների մեջ են եղել ու միշտ մտածել են, որ մեզ ուզում են կոտորեն, չգիտեմ ինչ։ Իսկ եթե փորձենք փոխենք այդ մտածելակերպը ու ասենք, որ մեզ ուզում են կոտորեն, որովհետև մենք Աստծո մասնիկ ենք, Աստծո համար ընտրյալ ազգ ենք ու մենք այստեղ միսիա ունենք կատարելու, դրա համար են ուզում կոտորեն։ Իսկ որ մենք դուրս գանք մեր ճիշտ էներգիաների մեջ ու լինենք, ես միշտ ասում եմ, կողքերի մի նայեք, ոչ մի պետություն մեզ չի օգնելու։ Մեր միակ ուղին այս հենց է, վերև, Աստծո հետ։ Երբ որ մենք լինենք Աստծո հետ, երբ որ Աստծո լույսը վառենք, բոլոր տեսակի մթությունները վերանալու են մեր շրջապատից, բոլոր տեսակի։ Դա լինի ներքին մթություն, լինի արտաքին մթություն, դա մեզ էլ չի հանդիպելու։ Ես ասեմ ձեզ դա ոնց է։ Օրինակ, ես իմ կյանքում առաջ շատ մտածում էի, որ վայ, ինձ աչք կպավ, այս ինչը ինձ վատություն արեց, այս ինչը ինչ որ, չգիտեմ, ինչ որ աբրյադ արել, խացա արել են, ու ես էլ դա ընդունել եմ, որովհետև իմ մեջ եղել են այնպիսի էներգիաներ, որոնք որ ինձ բան են արել, որ ես հավատամ դրանց ու դա բերել եմ իմ կյանքը իրականում։ Իսկ հիմա քանի որ ես արդեն ուրիշ էներգիաների մեջ եմ, ու ես գիտեմ իմ ուժը, ու գիտեմ ես ով եմ, ու գիտեմ որ ով ինչ անի, մենակ իրան է անելու, ու մարդիկ անում են ու իրանց են անում։ Ու ես тут ни при чем ընդհանրապես, բայց մեկ էլ լսում եմ, այս մեկն է այս վիճակին, այդ մեկը այս ինչը փակվեց, բիզնեսը փակվեց, այս մեկը ոչ չեմ ասում, ինչ եղավ, այդ ինչն է, այնա որ այդ մարդիկ ինչ անում են, իրանց են անում։ Ես եկա այդ էլ անցա, հասկացա, որ ամեն մարդ իրան է անում, ուրեմն պետք է ընդհանրապես այդ մարդկանց մասին չմտածել, թողնում ենք այդ մարդկանց ընդեղ, այն հին կյանքում։ Այն տրի դեյումա, թե չգիտեմ, որ Իզմիրենինա, որ մենք թողում ենք այդ մարդկանց, մենք անցնում ենք առաջ։ Նորից եմ ասում, եթե մենք Աստծո հետ ենք, մեզ ոչ մի մութ էներգիա, ոչ մի սև էներգիա չի կարա կպնի, ոչ մի չար, ոչ մի սատանա, ոչ մի բան չի կարա կպնի։ Ես ձեզ ավելին ասեմ, այդ բոլոր մութ էներգիաներն են ուրախանում, երբ որ մարդիկ արթնանում են, որովհետև այդ էներգիաների բանը այս երկրի վրա դա իրանց միսիան է, մարդկանց այսենց լավ, ես էլ երկար տեմա, բայց ես էլ չխոսամ հիմա, բայց եթե հետաքրքիր է մեկը գրեք, ես դրա մասին կպատմեմ մի քիչ ավելի խորը։ Մի խոսքով ուզում եմ ասել, որ եթե մարդը արդեն գտել է իրան, Աստծուն գտել է իր մեջ, մտել է Աստծո էներգիաների մեջ, իրան ոչ մի ուգրոզա չկա, վախենալու ոչինչ չկա, ու այդ մարդը չի վախենում։ Դրա համար ժողովուրդ ջան, ուրեմն վատ բաներ գրում են վախերից, վատ բաներ գրում են իրենց ներքին վիճակներից, խնդրում են, ոչ մեկին ոչ ասեք զոմբի, ոչ ասեք ժեղ, ոչ ասեք, չգիտեմ, շատ կոպիտ բառեր գրողներ կան,
ու էդ էլ քիչ է անիծում են, չգիտեմ ինչ են անում, եկեք վերջացնենք այս ամեն ինչը, հասկանանք, որ ուղղակի մարդիկ կան, որ չեն արթնացել, որտեղ այդ մարդիկը շատերը մեր մոտիկներն են, մեր հարազատներն են, մեզ համար կարևոր մարդիկ են։ Եկեք, եթե ձեր համար չէ, մի ուրիշի համար դա կարևոր մարդ է, եկեք չվիրավորենք, եկեք որոշենք, որ մենք իրար նորմալ ենք վերաբերվելու, կապ չունի ով ինչ վալնայի վրա է, ով ինչ ալիքի վրա է, եկեք փորձենք ուղղակի իրար հարգենք, ու եթե վատ բան են գրում, ես օրինակ որ fake է գրում, ես գրում եմ որ fake իշ չեզնի, դա ես միշտ ասում եմ, որպեսզի fake-ը իմանա, ես ավելի բացատրում եմ fake-ին, որ fake edge-ից գրելը միայն իր համար այդ կործանում է, ու դրա օրը գալու է բոլոր ֆեյքերը գլուխները պատին են տալու, թե ինչի էի ես սուտ ինֆորմացիաներ տարածում, կապ չունի ում կողմից, ով ինչ, դա ընդհանրապես կապ չունի։ Բոլոր ֆեյքերը, ովքեր որ սուտ ինֆորմացիա են տարածում, իրանք ուղիղ գծով գնում են անդունդը, ուղիղ, ու դա լինելու է շուտով։ Դրա համար, ասենք, ես զգուշացնում եմ, գրում եմ, անձնական փորձում եմ գրեմ, հասկանում եմ, որ դա fake edge է, զանգում եմ, տեսնում եմ, որ fake edge է, զանգել է իրավունք չունես, ու սենց, ես այդ մի ամիս երևի այդ ֆեյքերով զբաղվեցի, լրիվությամբ հասկացա ֆեյքերի վիճակը, մի խոսքով էդ էլ եմ, ես սիրում եմ իզուչած անեմ մարդկանց, իրանց վիճակները ու միշտ դա տեսնում եմ ու հասկանում եմ, ինչ վիճակներից են մարդիկ տենց անում։ Մի խոսքով, նորից եմ խնդրում, եկեք իրար հարգենք, մենք բոլորս հայ ենք, կապ չունի ում կընտրենք, ով էլ որ անցնի կապ չունի ժողովուրդ ջան, խնդրում եմ ամսի 7-ից հետո շարունակենք իրար հարգել, իրար սիրել, որովհետև նորից եմ ասում, ով էլ որ ընտրի ոչինչ չի փոխելու, ես միակ բառը որ ասել եմ, եթե հիմիկվանները չանցնեն, մենք ժամանակ կունենանք այդ տրանսֆորմացիան անցնենք ու մենք ответственность վերցնենք մեր ձեռը ու փոխենք մեր կյանքը։ Բայց եթե չեք ուզում, այդ էլ մի ընդունեք, ուղղակի իմացեք, որ առանց մեր ответственности, առանց մեր պատասխանատվության, առանց մեր լույսի, առանց մեր ուրեմն արթնանալու, առանց մեր ճիշտ էներգիաների մեջ մտնելու, մենք ոչինչ չենք կարող փոխենք մեր հայրենիքում։ Ու ինչքան նեղանում է մեր երկիրը, այնքան իմացեք, որ մեզ ստիպում են, որ մենք արթնանանք, այդտեղ չկա ժողովուրդ ջան, դեռ լինելու է, դեռ ձգելու են այդ գոտին, որ մենք արթնանանք։ Ու ինձ թվում է շատերը կարթնանան ու իրոք կյանքը կփոխվի։ Սա վախեցնելու համար չեմ ասում եմ, որ իմանաք, որ հնարավորությունները մեծ են, մենք շատ բան կարող ենք անել, եթե ճիշտ էներգիաների մեջ լինենք։ Բոլորիդ լավ օր եմ ցանկանում, ուզում էի կարճ կապեի, բայց չստացվեց, ամենայն դեպս, եթե խոսալու բան կա, խոսում եմ, դուք եք գրեք, որ թեմաներն է ձեզ հետաքրքիր, ես ամեն թեմայից էլ կարող եմ ձեր հետ խոսալ, միշտ ասում եմ, չեմ սիրում պոլիտիկայից խոսալ, մեկ էլ ռելիգիայից, բայց այսօր դրանից էլ նոր երեք այսօր փորձեցի մի քիչ պոլիտիկայից էլ խոսամ, որովհետև հենց պոլիտիկան ցույց տվեց, որ մեր մարդիկ տարբեր էներգիաների մեջ են ու չեն կարողանում միացնել միայն, երբ որ ռադիոյի հետ մենք ճիշտ վալնայի վրա ենք, մենք լսում ենք ռադիոն մեզ ինչ է ասում։ Նույնը միայն ճիշտ բանի ալիքի վրա գտնվելու դեպքում մենք կարող ենք մեր ասածը հասցնել այս մարդուն, մնացած բոլոր դեպքերում այս մարդու համար սա հասանելի չի, նույնն է ինչ որ սեթը բանի ինտերնետի հասանելի չի, ժողովուրդ ջան, մի վիրավորեք, մարդը դեռ չի եկել իր ժամանակը, չի արթնացել, չի հասկացել, ուղղակի այդ մարդկանց էլ եմ ուզում ասեմ, որ մի էլի սովորացրեք ուրիշներին ապրել, այդ էլ ճիշտ չի, սովորեք առաջի հերթին դուք ապրել, նոր ուրիշներին սովորացրեք, այսքանը, բոլորիդ լավ օր ու բոլորիդ սիրում եմ։